Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 3։ Անդադար աղոթեցեք, առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 17-րդ խոսք։ Աստված պատվիրում է, որ մենք ծածուկ աղոթենք։ Այն պատվիրանը, որը մեզ մղում է աղոթել, միաժամանակ պահանջում է նաև ծածուկ և մեկուսացված աղոթել, քանի որ Աստծո աղոթելու պատվիրանը նախ վերաբերում է անհատներին և միայն հետո ընտանիքներին և եկեղեցիներին, որոնք կազմված են այդ անհատներից։ Հետևաբար, երբ Աստված պատվիրում է քեզ աղոթել, այդ պատվիրանը պետք է ընդունել որպես անձամբ քեզ ուղղված։ Այստեղ բերեմ այդպիսի պատվիրաններից երկու օրինակ։ Մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Կողոսացիս 4-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եվ անդադար աղոթեցեք։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 17-րդ խոսք։ Այս խոսքերն առաջին հերթին վերաբերում են Աստծուն ուղղված մեր անձնական դիմումներին, երբ յուրաքանչյուր մարդ ինքն է աղոթում իր համար, որովհետև ուրիշների հետ միասին աղոթելը հաճախ պայմանավորված է մեզ վրա դրված պարտականությամբ, մինչդեռ անձնական աղոթքը յուրաքանչյուրի սեփական գիտակցված պարտականությունն է։ Ընդհանրական աղոթքը կարող է լինել միայն որոշակի ժամանակներում, երբ մարդիկ կարող են հարմար կերպով հավաքվել միասին, սակայն մեզանից յուրաքանչյուրը անձամբ կոչված է շարունակելու աղոթքը և անել դա անդադար։ Մենք պետք է հաճախ լինենք Աստծո ներկայության մեջ և պահպանենք ոչ միայն աղոթքի ներքին կեցվածքը, այլև մշտական հաղորդակցություն Տիրոջ հետ։ Անշուշտ, յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է, որ կա Աստված, կա նախախնամություն և որ ինքը կախված է նրանից օրհնություններ ստանալու համար, և հատկապես յուրաքանչյուր մարդ, ով պնդում է, որ ունի երկնային Հայր, ում ձեռքերում են աշխարհի բոլոր բաների կառավարումն ու առաջնորդությունը, պարտավոր է առանձին և ծածուկ աղոթել, ամենից զատված Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Ինչպես Քրիստոսի խոսքն է մեր կանոնը, այնպես էլ նրա գործելակերպն է մեր օրինակը։ Սա է ճշմարիտ հավատքը, ընդօրինակել նրան, ում մենք երկրպագում ենք։ Այս հարցում դուք պետք է անեք այնպես, ինչպես Քրիստոսն էր անում։ Քրիստոսը հաճախ էր միայնակ աղոթում, նա առանձնանում էր մեր երկնային Հորը աղոթելու համար։ Ուստի, եթե մենք քրիստոնյաներ ենք, նույնը պետք է լինի նաև մեզ հետ։